Վանաձայն, լավագույն և հարազատ։ Արև ձեզ հարգելի ունկնդիրներ, Վանաձայնի եթերով և թիմադեդրի էջով ձեզի հետ ենք ներկայացնելու համար հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Երեք երեկոյան ազգային առաջնորդարանի Երջո Սամվելյան երակույն սրահի մեջ գազմագերբությամբ Հոհիտա Լիբանանի գետրոնական կոմիտեին դեղի ունեցավ ընդունելություն քաղաքապետական և թագապետական ընտրություններուն ապահովված արդյունքներուն առիթով։ Ներկային հայ հարանվանական, գուսակցական, միութենական, հոգևոր և ազգային մարմիններուն ներկայացուցիչներ։ Բացման խոսքը կատարեց Հոհիտա Լիբանանի գետրոնական կոմիտեի հանրային կապերու գրասենյակի գործավար Հարութ Մարգոսյան։ Խոսք արին Բուրչամուդի քաղաքապետական խորհրդի անդամ Դավիթ Քազանջյան և Հոհիտա Լիբանանի գետրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ալբեր Բալաբանյան։ Շաբաթ 28 հունիսին Մեծդան Գիլիգյո Արամ առաջին վեապար հայրապետի ներկայացուցիչները Կաթողիկոսարանի Գիլիգյա մատենաթարանի դեսուչ Շահան arczepiskopos Սարգիսյան և Կաթողիկոսարանի տևանաբեդ Դաջատ եպիսկոպոս Աշկյան Էջմիածնի մեջ հանդիպում ունեցան Կարեքին երկրորդ վեապար հայրապետին հետ։ Անոնք Կարեքին երկրորդ կաթողիկոսին փոխանցեցին Արամ առաջին վեապարին մտահոգությունները և ներկա իրավիճակեն դուրս գալու անոր պատկերացումները։ Արամ առաջին կաթողիկոսին ներկայացուցիչները միաժամանակ լսեցին Կարեքին երկրորդ կաթողիկոսին մտահոգությունները և տեսակետները։ Երկու սրբազան հայրերը հանուն վեապար հայրապետին և Մեծդան Գիլիգյո կաթողիկոսության շեշտեցին հայ եկեղեցին ամուր ու գազմագերբ պահելու հրամայականը իր հոգևոր առաքելության և ազգային ծառայության մեջ։ Բենեդիկտի Մխիթարյան միապանության հայրերը հայտարարությամբ իրենց աջակցությունը հայտնեցին հայ առաքելական եկեղեցվո և ամենահայոց Կարեքին երկրորդ կաթողիկոսին։ Հայտարարության մեջ անոնք հաստատեցին. հայ եկեղեցին դարեր շարունակ իր հայրապետներուն գլխավորությամբ հայրենասիրական ոգիով և ազգանվեր ինքնազոհությամբ առաջնորդած է հայ ազգը նավարգելով պատմության մութ ու փոթորկալից արհավեկներուն մեջ հայ ազգի գոյատևումը ապահոված է ի հեճուկս ոխերին թշնամիներուն։ Սուրբ Էջմիածինը աշխարհասփյուր այության կներկայանա իբրև հավատքի օրրան, հույսի պարոս, գոյատևման հենարան և գայունության երաշխիք։ Մեր աղոթներով գտիմենք ամենափրկիչ Միածնին հայցելով, որ անսասան պահե ամենահայոց հայրապետական աթոռը իր կհագալ սրբազանքույն կաթողիկոսով և հայ ազգով։ Ամենագալ Աստված փրկե մեզ չարեն և անոր բոլոր արբանյակներեն ըսված է հայտարարության մեջ։ Երուսաղեմի պատրիարքությունը իր գարքին հանդես եկած է հայտարարությամբ մուրգս է։ Խոր ցավով և մտահոգությամբ դեղեկացանք Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներու Սուրբ Էջմիածնի, ապա վեհարանի տարածք խուժելու և հոն աննախադեպ իրավիճակ առաջացնելու մասին։ Չէինք կարծեր, թե հարցը ի վերջո հոն կհասնի, սակայն իրականությունը գարձեք պայթեցավ հանգարց ռումբի մչապ ուշքին և ցնցիչ սաստկությամբ։ Գացությունը անթարնալի վիճակի մը հասած է, սակայն գոչ կուղենք անհաբաղ երկկողմանի նահանջել, քետ կան կարնել այն գերին, ուր մեզ հասցուցած են վերջին դեպքերը, և կան կարնել հանդարտությամբ և խաղաղությամբ առանց նոր լարվածություն ստեղծելու ըստապ և զուսպ հոգիով, այլապես այս ճանապարհը եթե շարունակվի, մեզ անթունդ պիտի տանի։ Ուստի պետք է խնայել թե ազգին և թե եկեղեցվո խուսափելու համար նոր և ավելի ծանր աղետներ եկեղեցվո և մեր ժողովրդի մեջ նոր բաժանումներ և բարակտումներ ստեղծելու վտանգեն։ Սուրբ Էջմիածինը աղոթարան և սրբարան է, գերբարանք Աստուծո անկանակ էության, ինչպես պիտի եսեր նարեկացի։ Անթարերով հայուն պետականությունը եղած է առանց պետական իրավունքի, առանց զորքի և ոստիկանի, բարոյապես թագավորելով մանրապես հալածված և ընկճված հոգիներու վրա, իր աստեցության ճշնագի մեջ բահելով բախտեն այրիացած հայուն սերունդները։
անգրոնական նվիրաբեդության մգեցրոնը չէ միայն, այլ հայուն հոգևոր հայրենիքը։ Հետևաբար, հանուն Սրբոց Հակոբյանց զինվորյալ միապանության խստակունս կտդաբարդենք Սուրբ Էջմիածնի հայոց սրբություն սրբոցի հանդեպ վերջին օրերու ամոթալի եւ անբատվաբեր դրսևորումները եւ գործողությունները։ Լիահույս ենք, որ Սուրբ Էջմիածինը գշարունակի իր գործունեությունը վանական եւ եկեղեցական օրենքներու համաձայն, հարգելով Հայաստանի օրենքները, իսկ Հայաստանի իշխանությունը իր ղարքին գվերահաստատե փոխադարձ հարկանքը Սուրբ Էջմիածինի եւ անոր քաղաքարին հանդեպ։ Մեր զորակցությունը գայտնենք ամենահայոց հայրաբեդին, հայցելով Փարսիալի օգնականությունը եւ մաղթելով հայոց հորը երկար օրեր Նուրհան arczepiskopos Մանուկյան Պատրիարք Երուսաղեմի հայոց։ Հոհիտա շվեդի հյուսիսային առանցնագի կոմիտեն հանդես եկած է հետևյալ հայտարարությամբ։ Հայաստանի մեջ գործող իշխանությունը անդադար կշարունակի իր աբասկային գործողությունները եւ վերջին օրերուն ագանադես եղանք, թե ինչպես այս բռնի իշխանությունը դաշնամիին գամքը իրականացնելով հրահանգեց իրավաբահ մարմիններուն, որոնք այս օրերուն գզարային միայն Նիկոլ Փաշինյանին ներխուժել Սուրբ Էջմիածին եւ Վեհարան։ Հոհիտա հյուսիսային առանցնագի կոմիտեն խստորեն կտդաբարդե իշխող ուժի վարկակիցը եւ իրավաբահ ու տվյալական մարմինները բռնադիրության հաստատման գործիք դարձնելու ընթացքը, ինչպես նաեւ կհաստատի իր անվերաբահ զորակցությունը բոլոր անոնց, որոնք թիրախ դարձած են այս թրկամետ իշխանության, մասնավորապես Հոհիտա Հայաստանի մեր ընկերներուն եւ հատկապես թարերով մեր ազգային ինքնությունը պահպանող հայ առաքելական Սուրբ Եկեղեցվո։ Սահմանադրական հետազոտություններու գետրոնը Երևանի մեջ լույս ընտայեց Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված իրավական հայերու սեղանի գիրքը, որ կներառնե մեկ տարվան ընթացքին արցախցիներու հետ կատարված ուսումնասիրություններով ի հայտ եկած այն բոլոր իրավական հարցումները եւ պատասխանները, որոնք կհետաքրքրեն Հայաստան ապասնած արցախցիները։ Գիրքը կընդգրկե արցախցիներու սահմանադրական իրավական ղարքավիճակին վերաբերող հարցերեն մինչև ընկերատնտեսական, քաղաքական, քաղաքացիական իրավունքներուն կապված հարցերու պատասխաններ։ Գիրքին դպակիր դարբերակը վաճառելի չէ, անհասանելի է համալսարաններու, գրադարաններու, գրախանութներու մեջ եւ կդարածվի անվճար։ Գիրքը պատրաստված է Հայաստանի մեջ Նեդերլանդներու դեսպանատան աջակցությամբ։ 21 հունիսին դեղի ունեցավ հայ ուսանողությունը Արցախի համար 2025-ի ծրագիրի մասնակիցներուն եւ խորհրդատուներուն արցանց հանդիպումը։ Հայ ուսանողությունը Արցախի համար ծրագիրը կնպաստի մեկտեղել հայ ուսանողության մասնակիտական կարողականությունը, կատարված ուսումնասիրությունները դրամատրել Արցախյան հիմնահարցին ինեբաստ գործող աստեցիկ հիմնարկներու օգտաշատ օգտագործման համար։ Այս շրջանի ծրագիրը ընթացք առավ մարտ 2025-ին։ Ծրագիրին հովանավորն է Արցախի ազգային ժողովին կողմել լիազորված Արցախի ժողովրդի հիմնական իրավունքներու պաշտպանության կոմիտեն։ Այս տարվան ծրագիրին գլխավոր նյութը կհանդիսանա Արցախի հայության վերադարձի իրավունքը իր զանազան երեսներով, իրավագիտական, անվտանգային, քաղաքական եւ դիվանագիտական։ Ծրագիրին կմասնակցին 27 ուսանողներ 12 երկիրները՝ Հայաստան, Արցախ, Սուրիա, Լիբանան, Իրան, Թուրքիա, Վրաստան, Ֆրանսա, Ռուսիա, Միացյալ Նահանգներ, Կանադա եւ Զվիցերիա։ Արցանց հանդիպումին սկիզբը Հոհիտա բյուրոյի երիտասարդական հարցերու պատասխանատու Հովսեփ Դերկևորկյան շեշտեց ծրագիրին կարևորությունը եւ քննադատանքով խոսեցավ ուսանողներու բարձր գիտակցության եւ նյութին հանդեպ դածած լրջության մասին։ Ապա արցանց հանդիպումը առիթ հանդիսացավ իրարու ծանոթացնելու ծրագիրի մասնակիցները եւ խորհրդատուները, ինչպես նաեւ լսելու ուսումնասիրության ընթացքին մասին ուսանողներու հարցումները եւ դժվարությունները։ Խոսքեր արին նաև խորհրդատուները, որոնք եւս բարձր գնահատանքով խոսեցան ուսանողներու ցուցաբերած հետաքրքրության, լրջության եւ մասնակիտական մոդեցումին համար։ Նշենք, որ հաղթող մասնակիցներուն պիտի դրամատրվին կրթաթոշակներ։ Լավագույն ուսումնասիրությունները պիտի հրատարակվին մամուլի մեջ, իսկ մրցանակի արժանացած ուսումնասիրությունները պիտի հրատարակվին հատուկ քրքույկոմը։
Հոհիտա Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան աշխատանքային այցելությամբ կգտնվի Բելգիկա։ Այցելության ծրի մեջ հարաճիգա օրերուն Բրյուսելի մեջ նախադեсված են շարք հանդիպումներ Եվրոպական միության օրենսդիր եւ գործադիր մարմիններու ներկայացուցիչներու, ինչպես նաեւ բելգիկական քաղաքական ճգնաժամերու մեջ։ Առանցին հանդիպում դեղի պիտի ունենա նաեւ Եվրոպայի ընկերվարական գուսակցության գործընկերներու հետ։ Վերջին լուր մնալ Թուրքիայեն։ Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան ուրբաթ պիտի այցելե բռնակրավյալ Արցախ։ Ադրբեջանական լրատվամիջոցներու համաձայն այցելությունը նախադեсված է 4 հուլիսին։ Թուրքիո նախագահային օդանավը էջք պիտի գդարե Վարանթայի օդանավակայանը։ Աղբյուրին համաձայն Էրդողան պիտի մասնակցի տնտեսական համագործակցության գազագերբության անդամ երկրներու 17-րդ վեհաժողովին, որ նախադեсված է գդարել հայատապված Ստեփանագերդի մեջ 3 եւ 4 հուլիսին։ Վեհաժողովի պիտի մասնակցի նաեւ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆ։ Այս այցելությունը դիվանագիտական եւ տնտեսական մեծ նշանակություն ունի, որովհետեւ ուղղված է տարածաշրջանային համագործակցության եւ տնտեսական համագործակցության գազագերբության անդամ երկրներու հետ երկկողմ գաբերու ամրապնդումին, նշեց աղբյուրը։ Այցելության իբրև արդյունք նախադեсվի ստորագրել համագործակցության շարք համայնքներ եւ փոխըմբռնումի հուշագիրներ։ Հայտնենք, որ Էրդողան եւ Շարիֆ անցնող մայիսին այցելած էին Պերսոր։ Նախաբես Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքյանի հետ հերացանային զրույցի ընթացքին Ադրբեջանի նախագահը զայնևս հրավիրած էր մասնակցելու տնտեսական համագործակցության գազագերբության Ստեփանագերդի վեհաժողովին։ Հարկելի ունգընտիրներ, վանացանի եթերով եւ դիմադեդե էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվա լուրերը։ Ցեզեդեին Գրիգորը եւ Սանի աղոթավար Անտոնին։ Մնացեք միշտ վանացանի ունգընտիր։